Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 6-րդ գլուխը, որտեղ Մայտրեյան քննարկում է Վիդուրայի հետ տիեզերական ձևը։ Ինչպես տեսնում ենք, արիացիները իրենք առաջին հայացքից քննարկում են արտաքին կառուցվածքը տիեզերական ձևի եւ եթե մենք չենք թարգմանում այն անունները, որոնք այդտեղ հնչում են, ապա չենք կարողանում մուտք գործել այդ թվարկման խորը իմաստի մեջ։ Իրականում այստեղ հիմա Շուկադեվա Գոսվամին ինքը նկարագրում է, իսկ արիացիների համար սանսկրիտ լեզուն դա իրենց հարազատ լեզուն էր, եւ իրենք ապրում էին այն մշակույթի մեջ, որտեղ իրենք շատ լավ գիտակցում էին, թե ամեն մի ազնվորության անունը ինքը ինչ նշանակություն ունի, այսինքն նրանք շատ լավ գիտակցում էին, որ անունը միշտ արտացոլում էր ազնվորության ներքին աշխարհի կամ նրա բնության ամենակարևոր ուրեմն ասպեկտները։ Եվ երբ որ մենք արդեն հետևելով հենց արիացիների մշակույթին, ուրեմն անում ենք այդ նույն բանը, մենք տեսնում ենք, որ իրենք ոչ թե ուղղակի մեխանիկորեն բացատրում են, թե ինչպիսին է տիեզերական ձևը գերագույն Աստծո ազնվորության, այլև հնարավորություն են մեզ տալիս, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե ինչպիսին է նյութական աշխարհի հոգեբանական կառուցվածքը։ Ինչու համար է սա կարևոր, որովհետև սա, ինչպես տեսնում ենք, սա առաջի հիմքն է, որի վրա հետագայում մենք հենվելու ենք, որպեսզի անցնենք հոգու մաքրագործման process-ը։ Իսկ մենք Բաղավատամը ուսումնասիրում ենք հենց այդ շերտով։ Սկզբում, երբ որ մենք նոր սկսում էինք մեր քննարկումները, ես բավականին հաճախ խոսում էի նրա մասին, որ Բաղավատամը ինքը մի գրվածք է, որը ունի շատ շերտեր, եւ հիմնական շերտերն են 3 շերտերը, որտեղ առաջի շերտը դա ինֆորմացիոն շերտն է, այսինքն երբ որ մենք ուղղակի կարդում ենք Բաղավատամը եւ ծանոթանում ենք այն իրադարձությունների հետ, որոնք նկարագրված են այս գրվածքում, երկրորդ շերտը դա իմաստի շերտն է, որտեղ եթե ազնվորությունը ինքը կարողանում է ճիշտ մտնել այդ շերտի մեջ, ապա շատ բարեհաջող եւ գրագետ անցնում է հոգու մաքրագործման գործընթացը։ Եվ երրորդ շերտը հիմնական դա ուրեմն գերագույն Աստծո ազնվորության հետ հարաբերությունների արվեստի շերտն է, որը սանսկրիտ կոչվում է ռասա, եւ այդ շերտը արդեն հասանելի է միայն այն հոգիների համար, որոնք արդեն այնքան մաքուր են, որ պատրաստ են հանդիպել գերագույն Աստծո ազնվորության հետ, եւ այդ շերտը հնարավորություն է տալիս, որպեսզի ազնվորությունը ինքը գիտակցի, թե ինչպիսի հարաբերություններ է հնարավոր ունենալ գերագույն Աստծո ազնվորության հետ։ Այսպիսով, ուրեմն շարունակում ենք մեր քննարկումները, ես կարդամ այսօրվա մեր տեքստը եւ մենք շարժվենք առաջ։ Շիմոն Բաղավատամ 3-րդ երգ 6-րդ գլուխ 23-րդ տեքստից։ Երբ առանձնանալով ի հայտ եկավ տիեզերական կերպարանքի բանականությունը, Բրահման, վեդաների տիրակալը, մտավ նրա մեջ, ըմբռնելու ունակության հետ միասին, այսպես կենդանեակները ձեռք բերեցին այս աշխարհի առարկաները հասկանալու ունակություն։ Ուրեմն մենք արդեն քանի անգամ է հիմա նորից հանդիպում ենք Տեր Բրահմայի, ուրեմն Տեր Բրահմայի հետ մենք խոսել ենք դրա մասին, որ արիացիները իրենք շատ հետաքրքիր իրադրություն են ներկայացնում, այսինքն այստեղ նույնպես կա այսպես կոչված սուրբ երրորդությունը տիեզերքի հետ, տիեզերքի արարման հետ կապված, չէ՞, կա Տեր Վիշնուն, Տեր Բրահման եւ Տեր Շիվան։ Ընդ որում Տեր Վիշնուն դա արարիչն է նյութական աշխարհի,
Տեր Շիվան դա ուրեմն նյութական աշխարհի ավերիչն է, այսինքն երբ որ պետք են ավիրման process-ներ, բոլոր այդ process-ները անցնում են Տեր Շիվայի հովանավորությամբ եւ նրա ծառաների միջոցով, նրա նվիրալների միջոցով։ Եվ կա Տեր Բրահման, որը ինքը նյութական աշխարհում այդ առաջագործական սկզբունքն է, սազիդատելն է, այսինքն երբ որ ստեղծագործական կներեք, երևի այդպես ասեմ, էլի ստեղծագործական սկզբունքն է, այսինքն արիացիները իրենք խոսում են նրա մասին, որ ինքը նյութական աշխարհը տալիս է գերագույն աստավորությունը։ Թե նյութական աշխարհում ինչը արժանի է գոյություն ունենալու, ինչը ոչ, կամ ինչը ավարտեց իր գոյության իմաստը, ինչը ոչ, որոշում է նույնպես գերագույն Աստծո աստավորությունը։ Բայց թե ինչպիսինը պիտի լինի այս աշխարհը, որոշում է կենդանի էակների բանականությունը, այսինքն արժեքային համակարգը։ Տեր Բրահման ինքը, ինչպես տեսանք, այս տեքստում նույնպես քննարկվեց որպես բանականության մարմնավորում։ Եվ այսպիսով, ուրեմն, ինչպես միշտ, մենք մի անգամ արդեն քննարկել ենք Տեր Բրահմայի անունը, ուղղակի երևի թե այս անգամ նորից մի թեթև կվերհիշենք այդ գաղափարը։ Ուրեմն ինքը Բրահմա խոսքը առաջանում է սանսկրիտ բրի արմատից, որը նշանակում է աճել, ընդլայնվել, բազբանալ, увеличиваться, расти и увеличиваться, эти տարբեր քանակությունը ավելացնել, Ուրեմն այստեղից ինքը առաջանում են երկու խոսքեր, բրիհատ, որը նշանակում է մեծն կամ ռուսախոսների համար վիլիկի, եւ բրահման, այսինքն բան էլի, այսպես անսահման բացարձակ իրականություն։ Այսինքն, եթե մենք արդեն հետաքրքրվում ենք, թե հենց իմինը Բրահմայի անունը ինչ է նշանակում, որովհետև այդ բանին բրի արմատին ավելանում է վերջավորությունը, ես հայերեն այդ բառերը չգիտեմ, կներեք, եւ ստանում ենք 3 իմաստ։ Այսինքն նա, ով կարողանում է ընդլայնվել, նա, ով կարողանում է արտահայտել վեհը, վիլիկը, մեծը, եւ ուրեմն սազիդատել, в общем, արարողը, որը ինքը ունակ է ուրեմն բանել ստեղծել անսահման ֆորմաներ։ Եթե մենք արդեն վերստում ենք Բրահմայի անվան փիլիսոփայական իմաստը, որը եւ մեզ համար շատ հետաքրքիր է, մենք դες այդ խոսել ենք արդեն, որ Բրահման ինքը համարվում է արիացիների մոտ երկրորդական արարիչը, այսինքն դա ինքը կենդանի էակ է, եթե Վիշնուն եւ Շիվան, այսինքն տարածքը տվողը եւ ավիրողը դրանք գերագույն Աստծո անձնավորության մարմնավորումներն են, ապա Տեր Բրահման ինքը սովորական կենդանի էակ է, որը ինքը ստանում է Տեր Վիշնուից այդ նյութական աշխարհում ստեղծելու, արարելու ունակությունը։ Այսինքն ինքը գերագույն Աստծո ազնվորությունը չի, բայց ինքը դիեզերքի առաջի կենդանի էակն է, որը օժտված է գիտելիքով, բանականությամբ, եւ որը ինքը կարողանում է, ինքը միակն է այս դիեզերքում, ով բացի Աստծուց, ով կարողանում է իր բաների արտաբերել կամ սարքել, չգիտեմ ոնց ասեմ, նյութական մարմիններ։ Եվ ինքը, ինչպես մենք արդեն խոսեցինք դրա մասին, բանականության մարմնավորումն է, այսինքն արժեքային համակարգի։ Շիմեդ Բագավատամը դեռ 9-րդ գլխում կնկարագրի, հենց այս նույն, չէ, 9-րդ գլխում ներեցեք, երկրորդ երկի 9-րդ գլխում այդտեղ արդեն նկարագրվեց, չէ, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մտավ Տեր Բրահմայի սիրտը, եւ
լինելով ոգևորված Աստծո կողմից, Տեր Բրահման ինքը սկսեց բանանել, լցնել նյութական աշխարհը կենդանի էակներով։ Չէ, եւ մենք խոսեցինք դրա մասին այն ժամանակ, որ սա Տեր Բրահմայի շատ կարևոր որակն է, այսինքն որ ինքը մարմինների բազմազանությունը համապատասխանում է կենդանի էակների արժեքային համակարգի կամ բանականության վիճակին։ Սա շատ կարևոր է, որովհետև գիտնականները, մարդկությունը ընդհանրապես իր ամբողջ գոյության ընթացքում գլուխ է ջարդում այդ հարցի վրա, թե որտեղից այս բազմազանությունը, թե ինչու համար է այս մարմինը, ինչու համար է այն մարմինը, եւ մեկ-մեկ թվում է, որ գոյություն ունեն մարմիններ, որոնց գոյությունը բացարձակ անիմաստ է, չէ՞։ Բայց ուրեմն մենք կարողանում ենք հասկանալ, որ այդ բոլոր մարմինները, որոնք իրենք գոյություն ունեն, իսկ ասվում է, որ նյութական աշխարհում գոյություն ունեն 8.400.000 ուրեմն տեսակի նյութական մարմիններ, հա? Եվ այդ բոլորը արարում է, այսինքն այդ բոլորի ստեղծման պատճառը ինքը կենդանի էակն է, հենց Բրահման, այսինքն իր արժեքային համակարգով։ Արժանանում կենդանի էակները արժանանում են ինչ-որ մարմինների, հա? Եվ այսպես ուրեմն Տեր Բրահման ինքը մի կողմից արդեն որպես ազնվորություն ինքը դառնում է Գերագույն Աստծո ազնվորության ձեռքին այն ինստրումենտը, որի միջոցով արարվում են արդեն նյութական մարմինները։ Հասկանում եք։ Եվ ինքը հենց այդ նյութական մարմինների բանն է, սկզբնաղբյուրը, եթե Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը հենց իր նյութի բանն է, իստոչնիկ, հենց նյութի աղբյուրն է, հա, ապա կենդանի էակները իրանք նյութական ֆորմաների աղբյուրն են։ Հիմա ուրեմն Տեր Բրահման ինքը կարգավորում է ուրեմն նյութական աշխարհը որպես 14 մոլորակային համակարգեր, իր կյանքը իրականում ֆանտաստիկ երկար է, այսինքն իր մի օրը դա մի ամբողջ տիեզերքի, այսպես մանն է էլի, մի ամբողջ տիեզերքի գոյությունն է, հա? Բրահմայի ամեն օրվա հետ միասին տիեզերքը ինքը նորից արարվում է, հենց որ ինքը պարկում է քնելու, տիեզերքը ուրեմն ոչ թե ոչնչանում, այլ Գերագույն Աստծո ազնվորությունը նորից հետ է քաշում իր մեջ։ Ասվում է, որ Տեր Բրահմայի կյանքի տևողությունը ինքը 4 միլիարդ 320 միլիոն տարի է, հա? Եվ կներեք, նրա մի օրը այդքան է, հա? Եվ ուրեմն իր կյանքի տևողությունը այդ բանով, որ իր ամեն օրը այդքան տևողություն ունի, հետևաբար մենք կարողանում ենք հասկանանք, որ ամեն մի տիեզերք ինքը գոյություն է ունենում ըստ արիացիների 4 միլիարդ 320 միլիոն տարի, հա, որովհետև հենց որ Բրահման պարկում է քնելու, տիեզերքը ինքը ոչնչանում է եւ իր ժամանակի համապատասխան Բրահման ապրում է 100 տարի, հա? Հիմա եթե մենք պատկերավոր ենք խոսում, ապա կարողանում ենք հասկանալ, որ Արարչի մասին կամ Տեր Վիշնուի մասին մենք կարող ենք ասել, որ ինքը գոյության շնչառությունն է, այդ շնչառությունը, որով գոյություն ունի ամեն մի կենդանի էակ, դա ինքը արարիչն է։ Տեր Բրահման, կարելի է պատկերավոր այսպես ասել, որ ոնց որ առաջի ձայնն է կամ առաջի ֆորման է, հա, որից առաջանում են ֆորմաները, որտեղ, ասենք, կա բանականություն, կա արժեքային համակարգ եւ ինչպես տեքստը ասեց, չէ, ինքը ասեց, որ ի հայտ է գալիս տիեզերական կերպարանքի բանականությունը Բրահման, չէ, հիմա, եւ հաջորդ գաղափարը դա նա էր, որ նրա մեջ մտավ վեդաների տիրակալը, հա, տեսեք,
Երբ որ մենք խոսում ենք այդ վեդաների տիրակալ գաղափարի մասին, չէ, ապա մենք շատ այստեղ որ ասես վեդաների տիրակալը, սա իրականում շատ հետաքրքիր թեմա է, որովհետև սա խոսում է նրա մասին, ինչը որ հետագայում հոգեբանները կանվանեն ենթագիտակցություն, որը ամեն ինչ գիտի։ Ես որ միշտ ասում եմ, որ բոլոր գաղափարները վերցված են, համարյա բոլոր գաղափարները վերցված են արիացիներից և սեփականաշտորված են որպես բաներ, ժամանակակից գիտնականների բաներ, իհարկե չէ, ես չեմ կարող ուրանալ, որ ժամանակակից գիտնականները իրենք այդ գաղափարների հիմքի վրա շատ հետաքրքիր հետազոտություններ են արել և շատ խորը և շատ համոզիչ և շատ նույնիսկ ապշեցուցիչ ռեզուլտատի բաների են հասել, արդյունքների են հասել, չէ, բայց ինքը գաղափարը միևնույն է, հիմքը, որը բաներ, այսպես նշում է տվել, թե ինչպես ընդհանրապես, ինչ գաղափար պետք է վերցնել որպես հիմք և դրա վրա այդ ուղղությամբ հետո հետագայում կատարել հետազոտությունները, մենք տեսնում ենք, որ բոլոր գաղափարները արդեն հնչել են արիացիների կողմից, չէ, ուրեմն վեդաները, հիմա ռուսները իրանք խոսում են նրա մասին, որ իրականում արիացիները եղել են ռուսները, որովհետև սանսկրիտ լեզուն ինքը իր մեջ պարունակում է ահռելի քանակությամբ ռուսերեն բառեր։ Այդ նույն բանը ասում են հայերը, չէ, չգիտեմ, ես ասենք այդ հարցով այդքան չեմ հետաքրքրվել, բայց եթե հետաքրքրվեմ, համարյա համոզված եմ, որ կգտնվեն ևս ազգեր, որոնք իրենք պնդում են, որ արիացիները հենց իրենցից են սկսվել։ Ես կարծում եմ, որ ինչու համար, որովհետև հենց իրենք Հնդկաստանի արիացիները, իրենք ասում են, իրենք տարբերվում են, ուրեմն այդ իմաստով տարբերվում են ժամանակակից աշխարհի մարդկանցից, որոնք իրենք փաստացի համարյա թե մշտապես եւ գաղափարական եւ գիտական եւ շատ այլ դաշտերում շատ դեպքերում ուղղակի գողություններ են անում եւ իրենց են վերագրում այն ինչ որ իրենք չեն արել իրականում հնդիկ արիացիները իրենք շատ պարզ ընդունում են որ այս գիտելիքը իրենք ստացել են դրսից, իրենք նույնիսկ ասում են, որ ստացել են հյուսիսից, հա, և այդ իմաստով վեդա բառը ինքը, այո, ռուսներն ասում են, ինչու հիշեցի, որտև ռուսներ իրանք պնդում են, որ վեդա բառը դա ռուսերեն վեդեց, այսինքն իմանալ բառից է։ Իրականում իրոք վեդաները դրանք դա գիտելիքն է, այսինքն արիացիների սուրբ գրվածքներն են, հա, եւ տեսեք, ասվեց, որ վեդաների տիրակալը, այսինքն իրական գիտելիքի տիրակալը, որտեղ երբ որ ասում է վեդաներ, չէ, դա իրական գիտելիքն է, այս նյութական աշխարհի մասին, ով է արարել, ինչպես է արարել եւ ամենակարևորը, ինչի համար։ Չէ, ես միշտ ասում եմ, որ գիտնականները իրենք կարող են ուսումնասիրել այն միջև վերջի ատոմի, չգիտեմ, իոնի մակարդակի նյութական աշխարհը կարող են ուրեմն ուսումնասիրել։ Եվ իրենք կարող են պատասխանել այդ հարցին, ինչպես է կառուցված նյութական աշխարհը։ Բայց իրենք երբեք չեն կարողանա պատասխանել այդ հարցին, թե ինչու համար։ Այդ հարցին պատասխանում է միայն եւ միայն կրոնական տեսությունը, հոգևոր տեսությունը։ Եվ մենք տեսնում ենք, որ արիացիները հենց այդպիսի խոսքով էլ անվանում են իրենց սուրբ գրվածքները եւ այստեղ խոսացվում է նրա մասին, որ վեդաների տիրակալը, այսինքն գիտելիքի, իրական գիտելիքի կամ եթե մենք աթեիստական ժամանակաշրջանում ենք ապրում, ապա կարող ենք ասել հոգևոր գիտելիքի տիրակալը։ Ինքը մտավ, ուրեմն Տեր Բրահմայի, ինքը մտավ բան, որպես Տեր Բրահմա, ինքը մտավ բանի, կներեք, ինքը որպես վեդաների տիրակալ մտավ Տեր Բրահմայի բանականության մեջ և ուրեմն կենդանիակները ձեռք բերեցին ըմբռնելու ունակություն, չէ, այսինքն ոչ թե այսինքն այ որ հիմա ես ինչ որ մի հատ օբյեկտ եմ տեսնում, չէ, եւ ես ըմբռնում եմ, թե այս օբյեկտը ինչ է։
Այդ դա իրականում բանականության ֆունկցիան է ըստ արիացիների, հա, եւ այսպես կենդանիակները իրանք ձեռք բերեցին այս աշխարհի առարկաները հասկանալու ունակությունը։ Եվ ինչու էր կարևոր մեր համար, որ այստեղ նշվեց, որ վեդաների տիրակալը, որովհետև այդ դա է, որ երբ որ հետազոտություններ են արվում, ասեք կենդանիակը ինքը մտցվում է օրինակի մեջ, օրինակ գիպնոզի միջոցով մտցվում է որոշակի վիճակի մեջ, ինքը կարողանում է այնպիսի գիտելիք ցուցաբերել, որը իրականում սթափ վիճակում ինքը այդպիսի գիտելիքի չի տիրապետում։ Եվ դա նշանակում է, որ կան ինչ-որ նշույլներ կան, որ կենդանիակի, այսպես պատկերավոր ասած, ինչ-որ մի տեղ կա, որտեղ իր գիտակցական գիտելիքից զատ ինչ-որ ինֆորմացիա կա, չէ՞։ Եվ ժամանակակից հոգեբանները իրենք ասում են, դա ձեր ենթագիտակցությունն է, որը գիտի ամեն ինչ։ Իհարկե, իրանք չեն կարող բացատրել, թե որտեղից։ Հա, որովհետև մենք կարողանում ենք տեսնել, որ եթե մենք հետազոտում ենք կենդանիակների կառուցվածքը, ապա մենք պարզ տեսնում ենք, որ կենդանիակը ինչ-որ մի հասկացողություն է ձեռք բերում միայն փորձի միջոցով։ Ինքը չի կարող հասկացողություն զարգացնել, եթե ինքը օբյեկտի մասին ինֆորմացիա չի ստացել, կամ փորձ չունի, կամ ուղղակի, ասենք, ես սա տեսնում եմ եւ ընկալում եմ, թե սա ինչ է, հա, եւ հաջորդը դա նա է, որ սա տեսել է մի ուրիշ մարդ, ինքը ինձ համար նկարագրում է, ես կարողանում եմ պատկերացնել ինչի մասին է խոսքը, այսինքն ընկալում եմ ինչի մասին է խոսքը։ Հաջորդ տեքստը, այսինքն սա ինստրումենտն է ներկայացվում, էլի, որ կենդանիակները, սա հետաքրքիր է ուղղակի այն տեսանկյունից, որ արիացիները շատ վաղուց արդեն իրենք խոսում են նրա մասին, թե ասենք ինչպիսի կառուցվածք ունի, եւ մենք տեսնում ենք, որ սա շատ գրագետ հասկացողություն է, գիտական հասկացողություն է իրականում, չէ՞, եւ ինչու համար եմ ես սրա վրա այսպես մանրակրկիտ կանգնում, որովհետեւ մեզ ուզում են համոզել, որ մարդկությունը ինքը ժամանակին եղել է տգետ, չգիտեմ, կապիկից չտարբերվող, եսի ինչ։ Մենք տեսնում ենք, որ կարող է եւ չգիտեմ, անասելի ժամանակներում այդպես է եղել, բայց իրականում այդպիսի բան գոյություն չի ունեցել, որտեղ մենք դեռ մենք մանոյի վրա տեսանք, չէ, որ առաջի կենդանիակը, որը ինքը արարվեց, հա, Պրաջապատին, չէ, եւ որը ինքը արարվեց, ինքը քաղաքակիրթ էր։ Այսինքն շատ բարձր քաղաքակրթության մակարդակ ուներ, կամ եթե մենք արիացիների լեզվով խոսենք, իրական արիացի էր։ Հա, հիմա տեսեք, հաջորդ տեքստը ինքը արդեն խոսում է հաջորդ բանի մասին, ապա առանձնանալով ի հայտ եկավ տիեզերական կերպարանքի սիրտը, և լուսնի կիսաստվածը մտավ դրա մեջ, մտավոր գործառույթի հետ միասին, այսպես կենդանիակը ձեռք բերեց դատելու ունակություն, հա, Եվ մենք հիմա ստանում ենք հաջորդ կամպոնենտի արարումը։ Տեսեք, այսինքն սկզբում խոսքը գնաց բանականության մասին, հա, խոսքը գնաց նրա մասին, որ Տեր Բրահմանն, այսինքն բանականության սկզբունքը, ինքը ինչպես գերագույն Աստծո ազնվորությունը որպես գիտելիք մտավ դրա մեջ, հա, եւ դա բանականության ֆունկցիայի մասին էր խոսքը։ Հիմա հաջորդը դա սիրտն է։ Այստեղ ուրեմն խոսացվեց մենակ, սիրտը որպես մտքի ապրելավայր։ Մենք դες հետ շատ ենք քննարկել, որ արիացիները իրենք համարում էին, որ կենդանիակները իրենք ունեն երկու մարմին։ Աշխարհում կոպիտ եւ նուրբ, կոպիտ մարմինը դա մեր ֆիզիկական մարմինն է, նուրբ մարմինը բաղկացած է մտքից, բանականությունից եւ կեղծ եսից։ Ես մի թեթև նկարագրեցի, որ էզոտերիկների համար այդքան սիրված Բլավատսկայայի ուրեմն մարմինների տեսությունը դա ընդամենը այս երկու մարմինների նկարագիրն է, որտեղ ուրեմն
ուղղակի Բլավատսկայան վերցրել է այդ գաղափարները եւ դրանց ուրիշ անուններ է տվել, թեկուզ նորից իմինը վեդայական կրթության կամ տեսակետի հիմքի վրա է դա արել, հա։ Հիմա սիրելիներս, եւ ուրեմն հիմա տեսնում ենք, որ արդեն խոսքը գնում է մտքի մասին։ Մենք ձեզ հետ խոսել ենք դրա մասին, որ միտքը ինքը, ասենք, եւ բանականությունը եւ միտքը իրանք ունեն 5 ֆունկցիաներ։ Բանականության ֆունկցիան այստեղ քննարկվեց միայն այդ հասկանալու, հա, այսինքն բանի ընկալելու եւ հասկանալու ուրեմն գործընթացները, բայց իրականում հետագայում մենք կտեսնենք, որ որպես բանականության ֆունկցիաներ կթվարկվեն 5 ֆունկցիաները։ Դրանք են կասկածել, ճիշտ հասկացողություն, սխալ հասկացողություն, ուրեմն հանգիստ կամ քուն, այսինքն որ ազնվորությունը ինքը քնում է, որովհետև անջատվում է բանականությունը, եւ հիշողություն։ Սրանք են 5 ֆունկցիաները, հա, ինչպես տեսանք, այդ ընկալելու եւ գնահատական ձևավորելու ունակությունը, այդ 3 առաջի ֆունկցիաները իրանք այդ մի ֆունկցիայի դեն ծառայում, այսինքն գնահատական տալու, հա։ Հիմա կասկածանքի հիմքի վրա առաջընթաց ունենալու, որտեղ տեսեք, ասենք, չէ, հիմա եթե մենք խոսում ենք այդ 3 ունակության մասին, սխալ հասկացողություն, ճիշտ հասկացողություն եւ կասկածանք, ինքը այսպես է։ Նյութական աշխարհում մենք ունենք թերի զգայարաններ։ Մենք ունենք թերի զգայարաններ եւ այդ թերի զգայարանները իրենք շատ հաճախ մեզ թույլ չեն տալիս, որպեսզի մենք որևիցե մի բան ճիշտ գնահատենք։ Մենք նաեւ ունենք թերի գիտելիք, չէ, որովհետև չկա այդպիսի, բացի Տեր Բրահմայից չկան այդպիսի կենդանիակներ, որոնք իրենք կարող են ասել, որ այս նյութական աշխարհում ամեն ինչ ընդհանրապես գիտեն։ Նյութական աշխարհը իր բազմազանությամբ նույնքան անսահման է, ինչքան որ անսահման է հոգևոր աշխարհը, եւ միշտ տեղ կա եւ դրա հիմքի վրա է, որ շատ ու շատ իմաստուններ իրենց կյանքի վերջում միշտ ասում են հենց այդպես, չէ, որ ես ամբողջ կյանքում մտածել եմ եւ հասկացել եմ մի բան, որ ոչինչ չեմ հասկանում։ Այսինքն դա իրականում նյութական աշխարհի բազմազանության անսահմանության մասին է խոսում եւ ուրեմն այդ հասկանալ եւ սխալ հասկանալ ֆունկցիաները իրենք գալիս են գիտելիքի քանակից։ Ինչքան ավելի մեծ է գիտելիքի պաշարը, այդքան ավելի մեծ է կենդանիակի հնարավորությունը, հա, ուրեմն ճիշտ հասկացողություն զարգացնելու։ Հիմա, եթե ազնվորությունը ինքը սխալ հասկացողություն է զարգացրել, չէ, սխալ հասկացողությունը կենդանիակին միշտ բերում է կամ փակուղի կամ տառապանքի, հա, այսինքն կամ կենդանիակը կոպիտ ասած պատի է դեմ գալիս, հա, ինքը մտածում էր, որ այստեղ պատկերավոր ասած ճանապարհ կա, չէ, ինքը այդ համոզմունքի վրա սկսեց գնալ այդ ճանապարհով, ինքը մի քիչ առաջ է գնում, հետո մեկ էլ թփ եւ պատի է դեմ գալիս, այսինքն ինչ անում է, ոչ մի կերպ չի կարողանում առաջ գնալ, այև որ ինքը չի կարողանում առաջ գնալ, սա ըստ արյանցիների անմիջապես նշանակում է, որ ինքը գիտելիքի պակաս ունի, եւ փոխարեն ճակատով հախփի պատին, որպեսզի այդ պատը ծակի, ինքը պետք է ուղղակի նստի, մտածի, թե այդ ինչն է, որ ինքը չգիտի, հա, եւ իրան անպայման այդ ժամանակ այդ հասկացողությունը կտրվի, թե հենց որ գիտելիքն է, որ իրան պակասում է, հա, եւ երբ որ ինքը այդ գիտելիքը ձեռք բերի, ինքը կարող է շարունակել գնալ առաջ, չէ՞։ Հիմա այդ երբ որ ինքը հանդիպում է տուպիկի, կախված նրանից, թե ինքը որ գոյավիճակի ազդեցության տակ է, տգիտության կրքերի, թե առաքինության, ինքը դրսևորում է տարբեր պահվածք։ Եթե ինքը տգիտության գոյավիճակի մեջ է, չէ, ինքը անմիջապես դիմում է ոչ թե գիտելիքին, այլ ուժին։ Այսինքն ինքը միանգամից մտածում է, որ եթե այստեղ պատ է, ուրեմն ինչ է պետք։
բան պուշկա է պետք, որպեսզի մի հատ կրակեմ, այս պատը ջարդվի։ Որ պատկերավոր ասենք, որ հասկանանք ինչի մասն է խոսքը, չէ՞։ Հիմա, եթե ինքը գտնվում է կրքերի գոյավիճակի ազդեցության տակ, չէ՞, ուրեմն իր գլխավոր տրամադրությունը լինում է նա, որ ինքը կասկածի տակ է դնում իր ճիշտ հասկանալը։ Կարող է սխալ եմ ինչ-որ բան հասկացել, չէ՞։ Այդ կասկածի ֆունկցիան դա կրքերի գոյավիճակի ազդեցության տակ է, որ կենդանիակը ինքը այդ ունակությունը ունենում է կասկածի տակ դնել։ Եվ դրա հիմքի վրա, չէ, վերանայում է իր գիտելիքը, եւ եթե հայտնաբերում է, որ ինչ-որ մի բանը սխալ էր հասկացել կամ ինչ-որ մի բանը, ասենք, թերի գիտեր եւ այլն, լրացնում է այդ բացը եւ իր առաջ ճանապարհը նորից բացվում է։ Իսկ ինչ վերաբերվում է առաքինության գոյավիճակի ազդեցության տակ գտնվող մարդիկ, իրենք ունեն ուղղակի շատ տարբեր մոտեցում։ Որն է այդ տարբեր մոտեցումը։ Իրանք գիտելիքի բան էլի, završennost, այդ որ գիտելիքը ինքը լիակատար է, չէ, այդ դրա մասին հոգ են տանում, դեռ ճանապարհը չսկսած։ Այսինքն տգիտության եւ կրքերի գոյավիճակների ազդեցության տակ մարդիկ իրենք ձևավորում են ցանկություն, իրենց գիտելիքի հիմքի վրա պլանավորում են այդ ցանկության իրականացումը եւ սկսում են գնալ առաջ։ Եթե իրենց գիտելիքը թերի էր, իրենք անպայման մտնում են փակուղու մեջ։ Երբ որ իրենք մտնում են կամ փակուղու մեջ են հայտնվում, կամ հայտնվում են մի հատ ուրիշ վայրում։ Հա, ոնց որ ասենք, ինձ պետք էր, որ ես գնամ, չգիտեմ, այստեղից Թիֆլիս, հա, եւ ես գնացի Տոմսարա, այստեղից Թիֆլիս, բայց նստեցի այստեղից Մոսկվա, չգիտեմ, չէ, բան հակառակ ուղղությամբ էլի մի բան ասենք, այստեղից Թեհրան գնացող բանը, գնացքը։ Եվ երբ որ իջա այնտեղ, հայտնվեցի մի վայրում, որտեղ ես ընդհանրապես չէի պլանավորում հայտնվեի, չէ։ Ուրեմն տեսեք, այսինքն եւ տգետները եւ կրքոտները իրենք միշտ ճանապարհ են ընկնում կիսատ պրատ գիտելիքով։ Ինչու՞, որովհետեւ իրենց կուրացնում են իրանց ցանկությունները։ Որ այդ ցանկությունների բավարարումը միշտ ագահությամբ է զուգորդվում։ Կներեք, եւ դա է պատճառը, որ ազնվորությունը ինքը պարզապես չի կարողանում, էլի, իրան զսպի, նստի հանգիստ, ամբողջ գիտելիքը ձեռք բերի, նոր ճանապարհ ընկնի։ Եվ դրա համար իրենք միշտ կիսատ պրատ գիտելիքով հույս դնելով, որ դե այստեղ, եթե նույնիսկ հասկանում են, որ այստեղ ճանապարհին կարող են խոչընդոտի հանդիպել, միշտ հույս են ունենում, որ իրանք այդ խոչընդոտը մի կերպ կհաղթահարեն, կգնա, էլի, այսպես կանեմ, հետո այնպես կանեմ, հետո այնպես կանեմ, եւ երբ որ գալիս է ժամանակը եւ այդ խոչընդոտը հայտնվում է, ինքը միշտ հայտնվում է այնպիսի տեսքով, որ եւ տգետները եւ կրքոտները իրականացնում են, որ իրենց բոլոր պլանները, թե իրենք ինչպես են այդ դժվարությունը շրջանցելու, չեն արդարացվում։ Եվ այդ ժամանակ կենդանիակը ինքը կամ դիմում է ուժի, որ եթե ուժ է զգում իր մեջ, ուժի է դիմում, որ այդ խոչընդոտը վերացնի, կամ կասկածի տակ է դնում, որ ինքը ինչ-որ բանը ճիշտ է հասկացել։ Հասկանում եք, եւ դրա հետևանքով կարող է, ասենք, նստել, մտածել, նոր գիտելիք զարգացնել ճանապարհի կեսին եւ հետո շարունակել ճանապարհը։ Առաքինիները իրանք առաջի հերթին միշտ ցանկացած կյանքի ասպարեզում առաջի հերթին միշտ հետաքրքրվում են գիտելիքով։ Հասկանում եք, միշտ առաջի հերթին հետաքրքրվում են գիտելիքով։ Եվ երբ որ իրանք լիարժեք հասկանում են, թե ինչպես են գնալու, ինչ խոչընդոտներ կարող են այդտեղ լինելու, որտեղ կարող են հանգստանալ այդ ճանապարհին, հա, ինչ հետաքրքիր բաների կարող են հանդիպեն, իսկ ինչ վտանգավոր բաների կարող, այո, ամեն ինչը, երբ որ իրենք, պարզ է որ նյութական աշխարհում լիարժեք որ, բայց ինչքան որ դա հնարավոր է անել ճանապարհը ընկնելուց առաջ,
իրանք դա անում են եւ հետո նոր ընկնում ճանապարհ։ Չէ՞։ Ուրեմն այս 3 ֆունկցիաները հասկանալ, չհասկանալ, կասկածել, հա, իրանք իրականում շատ կարևոր են։ Եվ տեսեք, երբ որ կենդանիակը ինքը, ասենք սկզբում այդպես կիսապրատ գիտելիքի հիմքի վրա ինչ-որ գործեր է անում, հետո փակուղու մեջ է հայտնվում, հա, կամ ուրիշ վայրում, ինչպես ես ասեցի, այդ կասկածանքի ֆունկցիան ինքը այդտեղ աշխատում է որպես առաջընթաց ապրելու հնարավորություն։ Հիմա, բայց այդ նույն կասկածանքի ֆունկցիան ինքը կարող է նաև պատճառ դառնալ, որ կենդանիակը ինքը ապրի դեգրադացիա, հա, այսինքն անկում ապրի, փոխարեն աճ ապրի։ Երբ որ կենդանիակը ինքը տգիտության հիմքի վրա կասկածանքի տակ է դնում ճշմարտությունը, որովհետև իրականում ճշմարտության հետևից գնալու համար, ճշմարտության արդյունքները ստանալու համար կենդանիակը պետք է առանց կասկածելու ճշմարտության հետևից գնա։ Հասկանում եք։ Եվ ուրեմն, սիրելիներս, չէ, ուրեմն սա բանականության ֆունկցիաներն են։ Հիմա հաջորդը քննարկվում է միտքը։ Քննարկվեց, որ միտքը դա ապրում է սրտի մեջ։ Ինչու սիրտը, որովհետև մենք թվում է, որ մտքով մենք մտածում ենք, մենք այդպես ենք, չէ՞ սովորաբար բանանում, որ մենք մտքով մտածում ենք, իսկ սիրտը դա այն վայրն է, որով մենք զգում ենք։ Երբ որ արիացիներն են խոսում, իրանք ասում են միտքը նույնպես ունի 5 ֆունկցիա։ Հիմա, որոնք են մտքի ֆունկցիաները։ Մտքի ֆունկցիաներն են ընկալել զգայարաններից եկած ինֆորմացիան, հա? Այդ ինֆորմացիայի հիմքի վրա, ուրեմն, ձևավորել ցանկություն, այսինքն մտքի ֆունկցիաներն են ընկալել ինֆորմացիան, ցանկանալ, զգալ, հա? Եվ այդ զգալու մեջ եւս մտնում են 2 ֆունկցիա, բան ողբալ եւ պլանավորել։ Այսա մտքի 5 ֆունկցիաներն են, չէ՞։ Եվ մենք հիմա տեսանք, որ մտածելը, հա, մտածելը եւ զգալը դա մտքի ֆունկցիաներն են։ Որտեղ մտածելը դա մտքի ինստրումենտն է, այդ մտածածի արդյունքում ինչ-որ բան զգալը դա այդ ուրեմն այրա վերջնական բանն է, վերջնական ֆունկցիան է։ Հիմա տեսեք սիրելիներս, չէ՞, այդ զգալը դա նշանակում է էմոցիա։ Այսինքն մենք ունենք բանականությունը որպես տրամաբանության հիմք, հա, տրամաբանելու բան, ինստրումենտ, եւ ունենք միտքը որպես զգալու ինստրումենտ։ Այսինքն էմոցիան։ Հիմա մյուս կողմից, չէ, ասվում է, որ նյութական աշխարհը ինքը երկակիության հիմքի սկզբունքի հիմքի վրա է արարված, եւ այդ իմաստով կա կանացի եւ տղամարդկային ուրեմն հիմք, որտեղ արևը ինքը համարվում է տղամարդկային հիմք, իսկ լուսինը ինքը համարվում է կանացի հիմք։ Բայց այստեղ երբ որ խոսվեց լուսնի աստվածության մասին, լուսնի աստվածությունը ինքը все-таки տղամարդ է։ Իր անունն է Չանդրա, ինքը ունի 2 անուն, կներեք։ Ինքը ունի 2 անուն, դա մեկը Չանդրան է, մյուսը Սոման։ Մենք հիմա 2 անվան իմաստել կնայենք, հա, մեկը Չանդրան է, մյուսը Սոման, եւ ուրեմն այդ 2 անուններն էլ իրենք իրականում շատ հետաքրքիր ասպեկտներն են մատնանշում մտքի եւ բավականին բան է, էլի, տարբեր ասպեկտների մասին է խոսքը։ Ուրեմն, երբ որ այդ աստվածության, այսինքն նույն աստվածությունը ունի 2 անուն՝ Սոմա եւ Չանդրա։
Եվ որ նրան անվանում են Սոմա, ինչպես ասենք, Մայր Դուրգան ինքը ունի բազմաթիվ անուններ, չէ՞, Պատմավացի, Ումա, չգիտեմ, в общем, եւ այլն, Սատի եւ այլն։ Ուրեմն հիմա Սոման ինքն էլ Սոմա բառը ինքը առաջանում է սու արմատից, որը ինքը նշանակում է բան, կամել, հա, կամել կամ բան էլի հյութ ստանալ, այսպես, հա, հիմա, երբ որ լուսնի աստծուն կոչում են Սոմա, դա դիմում են իր այդ ասպեկտին, որտեղ ինքը կարողանում է ամեն ինչից նեկտար կամել, հա, այսինքն ինքը կարողանում է բան անել, էլի, այդ արիացիների մոտ կա հավերժության բիսմերցիա, անմահության հյութ գաղափարը, չէ, եւ այդ անմահության հյութը ինքը կոչվում է Սոմարասը, հենց լուսնի աստծո անունով, հա, որ ինքը բան էլի անմահությունը կամելու ունակություն ունի, չէ, հիմա այսինքն, երբ որ լուսնի աստծուն անվանում են Սոմա, դա ուղղակի լուսինը չի, էլի, երկնքի վրա, հա? Դա ինքը աստվածային սուբստանցիա է, որը ինքը մարմնավորում է կյանքի ուժը, հա, եւ տեսեք, ասենք, արիացիները իրանք պնդում են, ես բիոլոգ չեմ կարող ասեմ ճիշտ են թե ոչ, բայց իրենք այդպես են պնդում, որ իրականում բուսականությունը ինքը աճում է գիշերը լուսնի ազդեցության տակ, այսինքն ինքը արևի ազդեցության տակ կուտակում է կյանքի ուժը, հա, եւ միայն երբ որ միայն գիշերը արդեն ինքը այդ կուտակածը օգտագործում է իր աճի համար, դրա համար միշտ ասում են, որ լուսնի ազդեցության տակ է բուսականությունը աճում, հա, հիմա եւ ուրեմն եւ լուսինը այդ Սոմարասայի, այսինքն այդ անմահության հյութի բանն է համարվում, էլի, ոնց որ ստեղծողը, այդպես ասեմ, հա, հիմա բառը չեմ գտնում, էլի նորից չնայեմ։ Հիմա 4 վեդաներում, որը մենք ձեզ հետ քննարկել ենք, չէ, որ հոգևոր ճանապարհի առաջի փուլում, ուրեմն բաները, արիացիները իրանք հենվում են 4 վեդաների գիտելիքի հիմքի վրա, կատարվում է եւ դա 4 վեդաներն են։ Այդ 4 վեդաների մեջ կա մի վեդա, որը ինքը կոչվում է Ռիգ վեդա, հա, եւ Ռիգ վեդայում Սոման ինքը ուրեմն այդպես էլ հենց քննարկվում է, որպես բան այդ հյութը, որը առաջարկվում է դիսաստվածներին զոհագործության գործառույթների ընթացքում եւ միաժամանակ ինքը ներկայացվում է որպես աստվածություն, որը ինքը գերակրում է բոլոր աստվածներին եւ նրա կարևոր բանը դա նա է, ֆունկցիաներից մեկն էլ նա է, որ ինքը թարմացնում է իմաստունների միտքը։ Հասկանում եք։ Հիմա հաջորդ անունը լուսնի աստծո դա Չանդրան է։ Չանդրան ինքը բարի արմատը չանդ բարից է, որը ինքը նշանակում է փայլել, հա, նշանակում է փայլել, եւ Չանդրա դա միշտ նշանակում է լուսնի այդ որակը, չէ, որ ինքը լուսավորում է, եւ դրա համար էլ ասենք իր անուն հաջորդ անունը դա Չանդրան է, ուրեմն սա արդեն անձնական ասպեկտն է լուսնի որպես աստծո, այսինքն երբ որ լուսնին կոչում են Սոմա, Սոման դա նրա ունակության մասին է խոսում, իսկ երբ որ խոսում են, իրան դիմում են որպես Չանդրա, դա հենց իր անձնավորությունն է, հասկանում եք, ուրեմն Չանդրան ինքը արդեն հենց ինքը կիսաստվածն է, որը ինքը ղեկավարում է միտքը, մանասա, ղեկավարում է միտքը, ղեկավարում է էմոցիաները, զգացմունքները եւ ինքը բնականաբար, եթե ինքը զգացմունքների եւ
զգայարանների եւ էմոցիայի բանն է, հովանավորն է, ապա միանգամից հասկանում ենք, որ հենց միտքն է, որ օրինակ ասենք տեսեք, բանականությունը ինքը գիտելիքի շտեմարանն է, հա, իսկ միտքը ինքը պոեզիայի, երաժշտության, այսինքն արվեստի եւ էսթետիկայի շտեմարանն է, հասկանում եք, գեղեցկության շտեմարանն է, որովհետև տեսեք, ասենք, ինչ է նշանակում գեղեցկություն, չէ՞։ Գեղեցկությունը դա այն է, ինչը որ մեր դուրն է գալիս, այն ինչ որ մեզ դուր է գալիս, մենք ասում ենք սա գեղեցիկ է։ Եթե նույնիսկ ուրիշների համար դա այդքան էլ գեղեցիկ չի, չէ՞։ Հասկանում եք։ Եվ ուրեմն Չանդրան, որպես արդեն լուսնիկիս աստված, ինքը ղեկավարն է արվեստի, գեղեցկության, քնի, որտեղ գիշերը կենդանիները, բացի բաներից, բացի գիշատիչներից, մնացած բոլոր կենդանիները գիշերը քնում եւ հանգստանում են, եւ ինքը հով բերող ուրեմն երևույթ է, հա։ Բագավատամում մենք դեռ հետագայում կտեսնենք, որ Չանդրան ինքը կնկարագրվի այնպես, որ ինքն է, որ լցնում է պտուղները, լցնում է հյութով, հա, այսինքն այդ որ մենք ասենք տանց, խնձոր, չգիտեմ, խաղող բանի ֆրուտում ենք, չէ, այդ համը, այդ համի բանը, այդ հյութը, որ մրգի մեջ ավելանում է, որտեղ ինքը սոմա է, չէ, այդ հյութ բանանող էլի, հյութ կամող է, չէ, ուրեմն այդա ինքը անում է ուրեմն Չանդրան, հա, եւ ինքն է, որ կնկարագրվի այդպես, որ հենց ինքն է, որ պահպանում է կենդանիների մեջ կյանքը եւ մարդկանց, եւ կենդանիների, եւ կիսաստվածների, եւ բույսերի, չէ, ուրեմն եթե մենք այսպես փորձենք ընդհանրացնենք, ապա սոման դա այն լուսինն է, որը ինքը այդ կյանքի նեկտարն է, այդ խմիչքն է, հյութն է տալիս, հա, եւ արիացիները իրենք շատ են խոսում, որ այդ հյութը, որը ինքը ստանում է լուսնի ազդեցության տակ, դա աստվածների հյութն է, որը նրանք շատ սիրում են խմել, հա, եւ Չանդրան որպես փայլատակող միտք, հա, այսինքն այսպես էլի որպես փայլատակող միտք, որպես բան էլի տաղանդներ, հա, ինքը արդեն այդ պրոցեսների ղեկավարն է։ Այսինքն եթե մենք բան անենք, այսպես էլի փորձենք մի հատ մի քիչ պոետիկ այդ ամեն ինչի մասին խոսենք, կարող ենք ասել այսպես, որ սոման ինքը կյանքի համն է, հա, իսկ Չանդրան այդ համի լույսը, եթե կարելի է այսպես ասել, հասկանում եք, ուրեմն, սիրելիներս, չէ, սա ինչ-որ վերաբերվում էր լուսնի կիսաստծուն, չէ, այսինքն այդ Չանդրային, հիմա ինքը ասեց, որ առանձնանալով ի հայտ եկավ տիեզերական կերպարանքի սիրտը, հա, եւ այդպես կենդանիները ձեռք բերեցին այդ դատելու, դումից, մտածելու ունակություն, հասկանում եք, չէ, եւ ասենք մտածելը դա միշտ նշանակում է օբյեկտը տարբեր կողմերից դիտարկելու ունակությունը, այսինքն կենդանիակը ինքը օգտագործում է ոնց որ սկաներ, հա, սկաների միջոցով սկան է արվում օբյեկտը, այդ օբյեկտը գնում է բանականության մեջ, բանականությունը այնտեղ գնահատում է, հա, ինչ որ մի գիտելիք է զարգացնում այդ օբյեկտի հանդեպ կախված նրանից, թե մինչև այդ ինչ գիտելիք ուներ, հա, հասկանում եք, եւ ուրեմն բանականությունը ինքը հասկացողություն է զարգացնում այդ օբյեկտի հանդեպ, իսկ այդ հասկացողության հիմքի վրա միտքը ձևավորում է ցանկություն կամ զգացմունք։ Ինչպես որ ուրեմն բանականության համար շատ կարևոր է կասկածի ֆունկցիան, էմոցիայի համար շատ կարևոր է առողջ էմոցիան, այսինքն շատ կարևոր է
էմոցիայի հետ ճիշտ վարվելու ունակությունը։ Ընդհանրապես ես դա արդեն քննարկել եմ, չէ, որ փսիխոսոմատիկայի այդ գիտությունը ինքը իրականում վերցված է արիացիներից, որովհետև արիացիներն են այուրվեդայում ասում, որ նյարդային կամ էմոցիոնալ լարված ուրեմն ներքին իրավիճակներն են, որ ստեղծում են, այսինքն երեք գործոն ռեժիմը, ռեժիմը, դիետան, այսինքն երբ ենք ուտում, երբ ենք հանգստանում, այդ երբը դա ռեժիմն է եւ դիետան, ինչ ենք ուտում, դրանից է կախված մարմնի առողջությունը, եւ ուրեմն հաջորդը դա բանն է, ասեք։ Հաջորդը դա այդ նյարդային իրավիճակները, այսինքն լարված էմոցիոնալ աշխարհն է։ Եվ այդ գիտելիքին, թե որ էմոցիան ինքը մարմնի որ մասն է, որ մասին է վնասում, դրա մասին իրականում խոսում է այուրվեդան։ Հիմա տեսեք, սիրելիներս, չէ՞, ուրեմն մարդու համար, եթե բանականությունը լավ վիճակի մեջ պահելու համար կարևոր է միշտ կարևոր է, մինչև կյանքի վերջի շունչը կարևոր է ինչ-որ բան սովորելը, որպեսզի բանականությունը ինքը միշտ լինի առողջ վիճակում, հենց որ բանականությունը ինքը դադարում է այդ փորձ կուտակելու process-ը, չէ, դու եթե կոպիտ ասեմ, ենթագիտակցությունը այդտեղ հասկանում է, որ այս կենդանիակը ինքը այլևս չի ուզում ապրել։ Եվ նրա մեջ միանում են ծերության բաները, ծերության սիմպտոմները։ Եվ անձնավորությունը ինքը այսպես դանդաղ գնում է դեպի մահ, չէ՞։ Մարդը ինքը պետք է միշտ իրան պահի այդ ուսուցողական process-ում։ Քանի դեռ գոյություն ունի ուսուցողական process-ը, մարդը ենթագիտակցությունը ինքը հասկանում է, որ այս կենդանիակը ինքը դեռ էլի ինչ-որ բան ունի սովորելու, էլի ինչ-որ բան ունի, ինչ-որ առաջ գնալու բան, եւ ինքը ստեղծում է այդ պայմանները, որպեսզի ուրեմն այդ ամեն ինչը տեղի ունենա։ Եթե մարդը ինքը ոչ մի հետաքրքրություն չունի, եթե նույնիսկ ինքը լինում է երկարակյաց, ինքը փակվում է 4 պատերի մեջ, լինում է ծանր առողջություն ունեցող ծերունի, որը չի կարող շարժվել, վատ է լսում, վատ է տեսնում, ոչ մի բան չի կարողանում հասկանալ եւ այլն, եւ ուղղակի, այսպես դու կոպիտ ասած, բույսի նման գոյություն է ունենում։ Հիմա, իսկ եւ նույն բանը ինքը նույն սկզբունքը ինքը արդիական է էմոցիաների հանդեպ, այսինքն շատ կարեւոր է ունենալ առողջ էմոցիա, ինչ է նշանակում առողջ էմոցիա։ Առողջ էմոցիա դա նշանակում է էմոցիոնալ աշխարհ, առողջ էմոցիոնալ աշխարհ դա նշանակում է, որ ազնվորությունը ինքը պետք է ունակություն ունենա, այս սովորություն, տեխնիկա ունենա, որով ինքը շատ հնարավորինս արագ ազատվում է նեգատիվ էմոցիաներից, որովհետև նեգատիվ էմոցիաները իրանք նույնպես նպաստում են կյանքի տևողության կարճությանը, չէ, մենք գիտենք, որ այդ ինֆարկտ կոչվածը, չէ, դա իրականում հիվանդություն է, որի հենց անվանումը խոսում է նրա մասին, որ մարդը մահացավ, որտև սիրտը վիրավորված էր։ Հասկանում եք, չէ, եւ ինքը գալիս է ինչ-որ մի պահ, որ հերթական էմոցիայի ազդեցության տակ այդ սիրտը այլևս չի կարողանում գործել, չէ, եւ դա լինում է ուղղակի հանկարծան մահ, միանգամից մահացավ եւ վերջ։ Հասկանում եք, եւ այդպիսի բանը մեր ժամանակներում մեզանից բոլորիցս հեռու, բայց յուրաքանչյուրիս համար կարող է ամեն վայրկյան դառնալ իրականություն։ Եվ ուրեմն սա նշանակում է, որ կոպիտ ասած դրա այստեղից էր գալիս հներում արևի երկրպագությունը, որպես գիտելիքի հիմք, ուրեմն եւ լուսնի երկրպագությունը, որպես առողջ էմոցիոնալ աշխարհը առողջ վիճակում պահպանելու, որպես ստեղծագործական պոտենցիալ ճիշտ տեղում պահելու ուրեմն ունակություն։ Եվ սա այն երկու գլխավոր կիսաստվածներից են, որոնց իրականում շատ մեծ տեղ էին տալիս արիացիները։
Եվ այսպես մենք այսօր ձեզ հետ քննարկեցինք երկու շատ կարևոր էլեմենտների ուրեմն ի հայտ գալը եւ նուրբ մարմնի երրորդ էլեմենտը դա կեղծ եսն է։ Եվ կեղծ եսի տեքստը ինքը հնչում է այսպես. ապա առանձնանալով ի հայտ եկավ տիեզերական կերպարանքի նյութական էգոն, որի մեջ մտավ կեղծ եսի տերը Ռուդրան գործունեության ունակության հետ միասին։ Այդպես կենդանիակները ձեռք բերեցին նպատակասլաց գործելու ունակություն։ Հա, ուրեմն այ մենք եկանք Տեր Շիվային։ Երբ որ սկզբում ես քննարկեցի, որ արիացիները իրանք այդպես են նկարագրում, չէ՞։ Ուրեմն տեքստը ինքը, ինչպես տեսանք, այստեղ հիմա խոսեց ոչ միայն բանի տեսանկյունից, ոչ միայն այն տեսանկյունից, որ Տեր Շիվան ինքը նյութական աշխարհը ավիրողն է, ոչնչացնողն է, հա, երկրաշարժերը, ցունամի, բան այդ բոլոր տարերու այդ բաները, երբ որ մեծականակ ավիրման process-ներ են գնում, ցանկացած, այն նույնիսկ այդ հանգամանքը, որ ասենք ցանկացած նյութ ինքը ժամանակի ընթացքում վերանում է, չէ՞, ուրեմն այդ ուժը դա հենց, որը դա այդ ամեն ինչը անում է, քայքայման սկզբունքը, ոչ թե ուժը, դա ղեկավարվում է հենց Տեր Շիվայի կողմից։ Բայց այստեղ, ինչպես մենք տեսանք, Տեր Շիվան ինքը նկարագրվում է որպես կեղծ եսի աստվածություն։ Հիմա Տեր Շիվան ինքը տգիտության գոյավիճակի ղեկավարն է, չէ՞, ուրեմն Տեր Վիշնուն ինքը պահպանման, հա, առաքինության գոյավիճակի ղեկավարն է, այսինքն նյութական աշխարհը պահպանող սկզբունքն է, հա։ Հիմա Տեր Բրահման ինքը կրքերի գոյավիճակի ուրեմն ղեկավարն է, որովհետև նյութական աշխարհում բոլոր կենդանիակները գալիս են էգոցենտրիկ տրփանքի բավարարման հետևից, չէ՞։ Եվ դրա համար ինքը կրքերի մարդկային բանականությանը սովորական կենդանիակ է, կենդանիակի նյութական բանականության մարմնավորումն է, հա, եւ այդ ամեն ինչը ինքը հենված է կրքերի վրա, այսինքն այդ էգոցենտրիկ զգայական վայելք ստանալու հիմքի վրա։ Եվ գալիս է երրորդ կամպոնենտը նուրբ մարմնի, դա կեղծ եսն է։ Եվ այստեղ արդեն Տեր Շիվան ինքը նկարագրվում է, Ռուդրան դա նույն Տեր Շիվան է, եւ ինքը նկարագրվեց որպես կեղծ եսի, կարելի ասել ղեկավար, հա։ Ուրեմն, եթե մենք արդեն խոսում ենք ճիշտ անունի հետ կապված, չէ, ապա իր անունը ինքը բանի ռուտ հիմքը ունի, այդ ռուտ հիմքը ինքը իրականում նշանակում է արտասվել, հա, հեկեկալ, չգիտեմ, ողբալ, այսինքն ոչ մի դրական բան, ինչպես տեսնում ենք այդ անվան մեջ, ուրեմն չկա, չէ՞, ու հիմա պետք է հասկանանք, թե իսկ ինչ կապ ունի այդ ամեն ինչը կեղծ եսի հետ։ Ինչ էլեմենտ է ընդհանրապես կեղծ եսը։ Արիացիները իրանք, ինչպես տեսնում ենք, մանրամասնորեն են նկարագրում, հա, թե կենդանիակը ինքը հոգին, հավերժ հոգին, ինքը ինչպես է ստանում նյութական մարմինը, ինչ էլեմենտներից է այդ նյութական մարմինը բաղկացած, չէ՞, տևեք տեսանք, որ այն բացարձակապես այսպես մանրակրկիտ այդ հարցը դիտարկվում է։ Հիմա, եւ ուրեմն այս կեղծ եսը, չէ, ինքը ես կասեի այսպես, էլի, ինքը ամենաֆանտաստիկ էլեմենտն է նյութական մարմնի մեջ, չէ՞։ Եվ այսպես ամենակարևոր ֆունկցիաներից մեկն է կենդանիակի նյութական գոյության։ Մենք սրա մասին արդեն մի քիչ խոսել ենք, որ իրականում արիացիները իրանք հիմա տեխնիկապես նկարագրում են, թե հոգին, հավերժ հոգին, ինքը տեխնիկապես ինչպես է խորասուզվում նյութական աշխարհի մեջ, չէ, եւ ինչպես է ձեռք բերում նյութական մարմին։ Եվ ինչ է նշանակում հավերժ հոգին նյութական մարմնի մեջ։
Մենք տեսանք, մի թեթև քննարկեցինք ձեզ հետ, որ ընդհանուր առմամբ սա նկարագրվում է այսպես. կենդանի էակը հոգևոր աշխարհում ունի հավերժ հոգևոր մարմին։ Երբ որ ինքը ինչ որ պատճառներով, հետո շատ մի քիչ հետո շատ ավելի մանրամասն այդ պատճառները կքննարկենք, բայց թեկուզ արդեն ինչ որ միջապով քննարկել ենք։ Երբ որ կենդանիակը ինչ որ պատճառներով, չէ, ուզում է դուրս գալ հոգևոր աշխարհի իրականություններից եւ իր սեփական ուժերի հիմքի վրա իրականություն ստեղծի, չէ, ինքը առաջի հերթին իր գիտակցություն, իր առաջի հերթին գերագույն աստվածնավորությունը անմիջապես, այ վարկյան չի թվում, անմիջապես այդպիսի կենդանիակի գիտակցությունը անջատում է հոգևոր աշխարհից։ Հա? Մարդիկ իրանք մեկ այդպիսի հարց են տալիս, իրանք ասում են, ինչպես կարող է, եթե դուք իրոք ճիշտ եք ասում եւ հոգևոր աշխարհը ինքը կատարելության աշխարհ է, ինչպես կարող է կատարյալ աշխարհում, հա, կենդանիակը ինքը նախանձ ունենալ։ Եվ Մաքսիմինոս Թակուրը այդտեղ, օրինակ ինձ համար իր պատասխանը ամենահանճարեղն է։ Ինքը ասում է դուք միանգամայն ճիշտ եք։ Հոգևոր աշխարհում նախանձը գոյություն ունենալ չի կարող, որտեղ հենց որ նախանձը առաջանում է, կենդանիակը այլևս հոգևոր աշխարհում չի։ Հասկանաք, մալնիենոսն է, էլի, այսպես կայծակնային արագությամբ է դա տեղի ունենում։ Ժամանակ չի անցնում, կոպիտ ասած, հասկանում եք, չէ՞։ Ուրեմն առաջին բանը, որ տեղի է ունենում, գերագույն աստվածնավորությունը անջատում է այդպիսի կենդանիակին, անմիջապես անջատում է հոգևոր իրականությունից։ Մանրամասները մենք հետո կդիտարկենք, հիմա ընդհանուր գաղափարն ենք ուզում հասկանանք։ Ուրեմն տեսեք, հիմա ինքը պետք է, որպեսզի ուրիշ իրականություն ունենա, ինքը պիտի ուրիշ մարմին ունենա։ Ուրեմն ինչ է տեղի ունենում։ Հոգևոր աշխարհի եւ նյութական աշխարհի արանքում կան երկու սուբստանցիա։ Առաջինը դա հոգևոր լույսն է, երկրորդը նյութական մութը։ Ուրեմն կենդանիակի գիտակցությունը, հա, մտնելով հոգևոր լույսի մեջ, կորցնում է իր նյութական հոգևոր մարմնի գիտակցումը։ Հա, հետո այդտեղից մտնում է նյութական մթի մեջ։ Ոչ թե ինքը հոգին, այլ հոգու գիտակցությունը, սա շատ կարևոր է, հա, մտնում են նյութական մթի մեջ, այդ մթի մեջ, տատվան է դա, հա, այդ սուբստանցիան է, որից պատրաստված է նյութական աշխարհը, որտեղ էլ այդ լույսը, բրահմանը, ինքը դա այն էներգիան է, որից սարքված է հոգևոր աշխարհը, չէ։ Հիմա, ուրեմն այդ գիտակցությունը անցնելով այդ մթի մեջով, հա, այն ոսկեջրածի սկզբունքով իր գիտակցությանը համապատասխան ցանկություններով անցնելով այդ շերտի մեջով դուրս է գալիս նյութական բազմազանության աշխարհ եւ այնտեղ ձեռք է բերում իր գիտակցությանը ցանկություններին համապատասխան մարմին։ Հիմա սիրելիներս, չէ, հիմա կենդանի էակը, որ ինքը հավերժ մարմին ունի, այդ մարմնի հետ ոչ մի բան չի կարող լինել, չէ, ինքը հիմա պիտի մտածի, որ ինքը այդ նյութական աշխարհում ձեռք բերված մարմինն է։ Այսինքն դրա համար են իրանք ասում կեղծ ես։ Այսինքն ինքը հիմա պետքա ձեռք բերի մի հատ զգացում, որ ինքը այն է, ինչ որ ինքը չկա իրականում։ Հասկանում եք։ Հա, այս շղթան մենք պիտի պարզ հասկանանք, էլի, ու տեսնենք, թե ինչպիսի գրագիտությամբ են իրանք, կամ ինչպիսի մանրամասնություններով են իրանք քննարկում, թե ընդհանրապես կենդանիակը ինքը ինչպես է վերադառնում, չէ, գալիս։ Այնտեղ, երբ որ մենք արդեն արարչագործությունը կնայենք ավելի մանրամասն, այնտեղ մի հատ տեքստ կլինի, որտեղ Շուկատևը Մայտրեյան ինքը շատ կարևոր մի բառ կասի։ Ես ասենց ամբողջ ներսս եռում է, ուզում եմ այդ բառը հիմա ասեմ, բայց չեմ ասելու, որովհետև ինքը իր համոհոտը հետագայում կկորցնի, էլի, այստեղ մի հատ շատ կարևոր բառ կա, որը ինչու է համարվեսաբար կարևոր լինելու, որ հետ դառնալու ճանապարհին, չէ, մենք առաջին հերթին այդ խնդրից պիտի ազատվենք, որ կարողանանք հետ դառնալ։ Հիմա, եւ այդպես կենդանիակը ինքը հայտնվում է նյութական աշխարհում։
Չէ՞, այդպես ինքը հայտնվում է նյութական աշխարհում եւ ձեռք է բերում այդ ինչ որ կոչվում է կեղծ ես։ Այսինքն, եթե մի նախադասությունով ասենք, չէ, հավերժ կենթանի էակը, երբ որ մտածում է, որ ինքը ժամանակավոր մարմինն է, դա կոչվում է կեղծ ես։ Հիմա ասվեց, որ Ռուդրան մտավ այդ կեղծ եսի մեջ, այսինքն տգիտությունը։ Հա? Եվ ինչպես մենք տեսանք, ինքը չասվեց Տեր Շիվան, ասվեց հենց Ռուդրան։ Եվ տեսանք, որ ուրեմն բանը, ասեք, այդ կեղծ եսը ինքը լցված է, կոպիտ ասած, արտասվելու, արցունքներ թափելու, բացասական էմոցիաներով։ Հա? Այսինքն իրանք ասում են, որ կեղծ եսն է, որ ստիպում է, այսինքն այդ կեղծ մարմինն է, որը ինքը հոգուն ընդհանրապես ստիպում է, որ հոգին լացի։ Հասկանում եք։ Հիմա մյուս կողմից, եթե մենք արդեն վերցնում ենք ինքնաիրականացման տեսանկյունից, բոլոր ազգերը իրանք ունեն այդպիսի մի գաղափար։ Երբ որ կեղծ եսը ինչ-որ մի կորուստը իր համար ընկալում է որպես շատ ցավագին, կեղծ եսը սկսում է արտասվել։ Չէ՞, եւ մենք միշտ մարդուն ասում ենք, եթե նույնիսկ ինքը չի արտասվում, մենք իրար ասում ենք լաց եղի, որ հանգստանաս։ Լաց եղի, որ այդ ցավից ազատվես։ Հա, այտեսեք, ուրեմն լացողը դա կեղծ եսն է, ոչ թե միտքն է, այլ կեղծ եսը։ Կեղծ եսն է, որը ինքը ամենտեղ երանություն է փնտրում իր գոյության համար, որտեղ հոգին ինքը հավերժ երանելի է, հա? Կեղծ եսն է, որ ինքը այդ երանությունը փնտրում է ամենտեղ։ Կեղծ եսն է, որ ահռելի հիասթափություն է ապրում, երբ որ այդ երջանկությունը տեղի չի ունենում, եւ կեղծ եսն է, որ խորասուզվում է ողբի ու լացի մեջ։ Հա? Այսինքն Ռուդրան, որը այդ տգիտությունից է կենթանի էակը արտասվում, սա է բանի արիացիների գաղափարը, հասկանում եք։ Այսինքն տգիտությունն է ամեն տեսակի ողբի հիմքը։ Հիմա, եւ տեսեք, ասենք, չէ, Ռուդրան ինքը դա հենց այդ ոչ թե միայն այդ սկզբունքն է, որ կեղծ եսը ինքը արտասվելու ունակություն է ձեռք բերում, հա, այլ եւ այն սկզբունքն է, որը արտասվելու միջոցով մաքրագործում է։ Չէ, եւ այո, եթե մարդը ինքը չի կարողանում գրագետ կերպով, ասենք, թե ինչու ոչ, թեկուզ հոգեբանության կողմից մշակված տեխնիկաների միջոցով ազատվի իր բացասական էմոցիայից, ապա ոչ տղամարդը, ոչ կինը չպետք է իրենց զրկեն արտասվելու հնարավորությունից։ Եվ ես այստեղ կարող եմ բերել իմ օրինակը, միշտ աշակերտներիս էլ եմ պատմում, հա, ես բնավորությամբ այդ իմաստով, այսպես ասեմ, ես լացկան չեմ։ Այո, իմ կյանքը եղել է բավականին բարդ, դժվարություններով լի, խոչընդոտներով լի, փորձություններով լի, ամեն ինչով լի կյանք է եղել այդ իմաստով, իմ բացասական իմաստով։ Եվ ես երբեք չեմ արտասվել։ Չկա։ Ես հիմա էլ չեմ կարող հիշեմ այդպիսի իրադարձություն, որը ասենք այդտեղ ցանկացած կին ինքը տարիներով կարտասվեր, որ ես գոնե մի կաթիլ արցունք թափած լինեմ։ Ես տղամարդու նման կոնստրուկցիա ունեմ, էլի, դեռ 12 կյանք տղամարդ եմ եղել, լացել այդպես էլ չսովորեցի, հասկանում եք, հա։ Եվ ես միշտ զուսպ եմ։ Եվ ստացվեց այնպես, որ հենց դրա հետևանքով բնականաբար վնասվեց սրտիս աշխատանքը եւ սրանից արդեն մոտ 22 տարի առաջ, հա, դաժե կարող երևի դաժե 25, հա,
այսպես, սիրտս սկսեց վատանալ։ Երբ որ ծանոթներից մեկի միջոցով հայտնվեցինք բավականին բարձր լավ մակարդակի կարդիոլոգի մոտ, ինքը այսպես այդ ապարատով նայում էր սիրտս, ռուսախոս էր, այսպես նայեց, հետո մեկ էլ սետ շուր եկավ, ասեց а мы не женщина, да? Мы мужчина. Մենք կին չենք, էլի, տղամարդ ենք, հա? Ասեց, էսի չեմ արեք դուք ամեն ինչը կուլ տալի։ Դուք չեք հասկանում, որ դուք մի հատ տենց առավելություն ունեք, որը կոչվում է կանացի մարմին, հա? Ուրեմն, սրանից հետո, երբ որ ձեզ ինչ-որ մի բանը դուր չի գալիս, կամ դուք ինչ-որ մի բանից նեղված եք, դուք ունեք այդ առավելությունը, ամանները լվալուց ինչ-որ սենց աղմկով ամանները դրեք բաների մեջ, ասեց, ոբշեմ, ինչ-որ այդպես կանացի հիստերիկայի արտահայտություններ ունենան, գոռակ, ճվակ, ինչ-որ հիմարություններ խոսակ, բան ու դուք պետք է հասկանում եք, որ դա ձեզի ներվելու է, որտեղ ասում են դե կինա էլի, ինչ-որ իրան որ ինքը որ արտասվում է, դա նորմալ է, չէ՞։ Ես դա միևնույն է չկարողացա սովորեմ։ Բայց այդա, որ կանայք, նրա համար էլ ստատիստիկան ինքը խոսում է նրա մասին, որ տղամարդիկ շատ ավելի շատ են մահանում ինֆարկտից, դա տղամարդկանց հիվանդությունն է, այլ ոչ թե կանանց։ Ինչու, որտեղ մենք տղամարդկանց ամենասկզբից միշտ ճնշում ենք իրանց ասելով, որ տղամարդ չի կարելի, որ տղամարդը արտասվի, հո դու լասկան չես, հո դու գզիկ չես, հո դու չգիտես ինչ չես, ու եւ ինչ ենք սովորացնում։ Էմոցիան կուլ տալ, եւ իրանք այդ էմոցիան կուլ տալու հետևանքով վերջում ուրեմն ստանում են ինֆարկտ կամ դառնում են բռնակալներ, այսինքն իրանք սկսում են ուրիշին ցավ պատճառել, ուրիշին լացացնել, որ հանգստանան։ Հասկանում եք, չէ՞, եւ սա ինքը իրականում շատ խորը հոգեբանական խնդիր է։ Էմոցիան ինքը իր այդ նեգատիվ էմոցիաները այստեղ այս որ ինքը ասում է այդ լացելու process-ով ազատագրվելու, մաքրագործվելու, որտեղ ինչ-որ բանը քեզ լացացրել է, դա բնական է բացասական բան է, չէ՞։ Այդ արտասվելու միջոցով է, որ ամենապարզ ձևն է նեգատիվից ազատվելու։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն մյուս կողմից ինքը հենց ռուդրան ինքը այդ նյութապես պայմանավորված կենթանի էակին լացացնելու միջոցով է, որ ստիպում է գնալ դեպի պրոգրես։ Հա? Եվ Տեր Շրի Կրիշնան Բհագավադ Գիտայում ինքը կասի առաջի տիպի մարդիկ, որոնք իրանք դիմում են ինձ, դա տառապողներն են, այսինքն արցունքներ թափող։ Չէ՞։ Եթե մենք փիլիսոփայական իմաստով ենք նայում, ապա ռուդրան ինքը գերագույն Աստծո ազնվորության այն ասպեկտն է, որը ինքը պատասխան է տալիս վերափոխումների համար, պատասխան է տալիս մաքրագործման համար, պատասխան է տալիս ավարտի համար, այդ ինչ-որ բանա, չէ, բահ, հա։ Հիմա տեսեք, ռուդրան ինքը բանում ուպանիշադներում քննարկվում է, իրականում Տեր Շիվան ինքը ընդհանրապես շատ սիրված աստվածություն է արիացիների մոտ, հատկապես աստվածամերժության դարաշրջանում, ինչու է ինքը այդպես մեծ բան ստանում, որովհետև աստվածամերժության դարաշրջանը ինքը գտնվում է տգիտության գոյավիճակի ազդեցության տակ, չէ՞, եւ հետեւաբար այդ գոյավիճակի աստվածությունը ինքը առաջ է գալիս որպես բան, չէ՞, օրինակ աստվածակենտրոն ժամանակներում գլխավոր աստվածությունը, որը ինքը հենց գլխավոր աստվածությունն է, դա Տեր Վիշնուն է, ինչու որտեվ աստվածակենտրոն հասարակության մեջ ապրում են առաքինի կենդանի էակները եւ իրանց համար գլխավոր աստվածությունը դա պահպանողականության սկզբունքն է։ Երբ որ գալիս է աստվածամերժության դարաշրջանը, ծնվում են այնպիսի կենդանի էակներ, որոնց կեղծ եսը սիրում է ավիրել, սիրում է բռնանալ, չէ՞, եւ դրա համար մենք տեսնում ենք, որ աստվածամերժության դարաշրջանում պատերազմները դրանք ես արդեն ճիշտ ասած մոռացել եմ թիվը, հիշում եմ մենակ շոկս։ Այդ սկզբում թիվն էի հիշում, չեմ գրանցել, մոռացել եմ։ Ինչ-որ 3000 ինչ-որ այնպիսի թիվ էր, որ ես էլ զարմացա, ինչի են այդպես թիվ վերցրել։ Ну, ենթադրենք օրինակի համար, էլի, Եվրոպայի 3200 տարվա ընթացքում խաղաղություն էր եղել ընդամենը 80 տարի, կամ չգիտեմ, 800 տարի։
Այն մնացած ամեն ինչը պատերազմ է եղել, որովհետև աստվածամերժության դարաշրջանում ծնվում են կենդանիակներ, որոնք իրանք բռնության, վայրենության, դաժանության հանդեպ հակում ունեն, եւ սա այն դարաշրջանն է, որտեղ այդ կենդանիակներին հնարավորություն է տրված իրականացնել այդ ամեն ինչը։ Եվ դրա համար Ռուդրան ինքը դուրս է գալիս որպես գլխավոր աստվածություն, ավելի շատ սիրված, քան Վիշնուն, հա, որտեվ մեր դարաշրջանում ապրողները իրանք ավելի շատ սիրում են ավիրել, քան արարել։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն այ ինքը գլխավոր շատ կարևոր ֆունկցիա կատարող աստվածությունն է եւ ղեկավարում է կենդանի էակի կեղծ եսին։ Բայց այդ դա շատ կարևոր է, որ այստեղ, երբ որ խոսքը գնում է կեղծ եսի մասին, ոչ թե ասվում է Շիվա, այլ ասվում է Ռուդրա, այսինքն նա, ով լացացնում է, հա, կեղծ եսին, եւ նա ով տալիս է լացելու ունակությունը, որը միաժամանակ համ նրա, համ կենդանիակի պատիժն է, հա, համ էլ ոչ թե պատիժը, էլի ոնց որ արդյունքը նրա ընտրությունների, համ էլ ուրեմն իրան մաքրագործող էլեմենտն է, հա։ Ինչպես ծնվեց Ռուդրան։ Այստեղ շատ կարևոր է Ռուդրայի պատմությունը։ Ասվում է, որ երբ որ Տեր Բրահման այնտեղ ինչ-որ մի հատ իրադարձություն եղավ, հիմա այդ պատմությունը չպատմեմ, որտեղ պատմությունը առանձին նայելու ենք, ինքը քննարկվելու է։ Տեր Բրահման ինչ-որ մի պատճառով ջղայնացավ իր տղաների վրա։ Եվ երբ որ ինքը ջղայնացավ իր տղաների վրա, ինքը կիտեց ունքերը։ Այդ ունքերի կիտած տեղից, այսինքն Տեր Բրահմայի ջղայնությունից ծնվեց Տեր Ռուդրան։ Հա, որը ինքը այդ պահից, ինքը երբ որ ծնվեց, անմիջապես սկսեց լացել, հա, հիմա, և խոսացվում է նրա մասին, որ Ռուդրան ինքը դա Գերագույն Աստծո ազնվորության, ջղայնության մարմնավորումն է, որտեղ այդ ջղայնությունը դա արդեն էմոցիա չի, հա, այլ դա հավասարակշռությունը վերականգնող էներգիա է։ Այսինքն Բրահման ինքը Վիշնուն ինքը տրամադրում է տարածքը, Բրահման ինքը արարում է նյութական ֆորմաները, իսկ Ռուդրան ավիրում է դրանք, երբ որ այդ մարմինները կորցնում են իրանց իմաստը, չէ՞։ Եվ այդպես տեսնում ենք, որ ապահովում է այդ բանել կруговорот рождения и смертей, այդ մահվան եւ ծնունդներից այդ շրջապտույտը։ Հիմա ասվում է, որ Ռուդրան ինքը ունի 11 ասպեկտ, հա, որոնցից ամեն մեկը ինքը ներկայացնում է ինչ-որ մի յուրահատուկ ուժ, հա, այսինքն Ռուդրայի ինչ-որ մի բանը, ինչ-որ մի մասը մարմնավորում է ուժգին քամիները, ինչ-որ մի մասը հիվանդությունները, ինչ-որ մի մասը ժամանակը, ավիրող ժամանակը, ինչ-որ մի մասը մաքրագործող պրոցեսները, և այլն, չէ՞։ Եվ հետագայում այդ Ռուդրային իրան բան են անում, միացնում են Տեր Շիվայի հետ, հա, և այստեղ ուրեմն գալիս է այդ երկու ասպեկտը ավիրող սկզբունքի, Տեր Շիվան ինքը բոլորին բանել է, բոլորի բարերարն է, իսկ Ռուդրան ինքը բարերար է այդ արտասուքով մաքրագործելու գործընթացների մեջ։ Եթե խոսանք իմաստի մասին, ապա Ռուդրան ինքը դա այն ազնվորությունն է, որը ինքը բան է, ավիրում է, ոչնչացնում է սուտը, հա, և երբ որ ինքը բերում է այն կետին, որտեղ կենդանիակը ինքը սկսում է լաց լինել կենդանիակի սիրտը, հա, այն ավիրումները, որ իմինը Ռուդրան է անում, այդպիսի արտասունքը ինքը վերջում ուժեղ թեթևություն է բերում, հասկանում եք, և դա Ռուդրայի ողորմածությունն է։ Ուրեմն սա էլ կեղծ եսի հետ կապված խաղերը, մի փոքր ավելի, այստեղ մենք ուղղակի ընդհանուր պատկերացում կազմեցինք, շուտով Մայտրեյան ինքը կմտնի Կապիլադևայի ուսմունքի մեջ,
Եվ այդտեղ մենք այս խնդիրները շատ ավելի մանրամասն կդիտարկենք։ Իսկ այսօր այսքանը։ Ցտեսություն ձեզ, սիրելիներս։